Պատկերացրեք սա. ռազմական բազայում տարիներ շարունակ պահվել է ինչ-որևէ վտանգավոր բան։ Դա վիրուս կամ մանրէ չէ, այլ մուտացված սունկ է, որը կարող է վարակել մարդկանց եւ արագ տարածվել։ Գիտնականները մի քանի անգամ որոշեցին այն թաքցնել խորը գետնի տակ, հուսալով, որ այն երբեք չի փախչի։ Սակայն ինչպես հաճախ է պատահում նման պատմություններում, ամեն ինչ դուրս է գալի վերահսկողությունից։ Սա է Լիամ Նիսոնի մասնակցությամբ նոր վարակ ֆիլմի նախընտրյալը։ Վտանգավոր օրգանիզմը անսպասելի դուրս է գալիս լաբորատորիայից եւ այժմ մի քանի մարդ պետք է փորձեն կանխեցնել այն, նախքան վարակը չափազանց տարածվի։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ այս սունկը ոչ միայն վարակում է, այլ մուտացվում է, հարմարվում եւ իր շուրջը ամեն ինչ վերացնում է սպառնալիքի։ Ֆիլմը համատեղում է մի քանի ժանրներ։ Այն ներառում է լարված թրիլեր, սարսափի տառեր եւ բավական շատ արագընթաց մարտաֆիլմեր։ Շատ դիտողները արդեն համեմատում են այս գաղափարը մեզանից վերջին ֆիլմի հետ, որը նույնպես օգտագործում է սնկային վարակի գաղափարը, որը կարող է տիրել մարդու մարմնին։ Ամեն դեպքում այս ֆիլմը ավելի շատ շեշտադրում է լարվածությունը, հետապնդումները եւ կերպարների փորձը կանխելու աղետը, նախքան շատ ուշ լինի։ Եվ այս ֆիլմի պատմությունը այն մասին է, թե ինչպես մեկ գործը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ դառնալ համաշխարհային սպառնալիք։ Այսպիսով, եթե դուք սիրում եք ֆիլմեր վարակների, գաղտնի լաբորատորիաների եւ գոյատևման համար պայքարի մասին, ապա վարակ ֆիլմը կարող է բավական հետաքրքիր լինել։ Գրանցվեք իմ ալիքին, թողեք ձեր կոմենտները, բայց կինոն կնայեք, նոր կոմենտը կթողեք։